Կերպծափողջուններով դիմավորենք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին։ Մեկնարկում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը։ Մեկ հարկի ներքո են համախմբված տարբեր ոլորտների հեղինակավոր դեմքեր, ճանապարհ անցած մարդիկ, որոնք այս ամիսներին օր ու գիշեր իրականացրել են ահռելի աշխատանք, ներկայացրել առկա խնդիրների լուծման իրենց տեսլականը։ Մինչև շնորհանդեսը ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մանուկյանը հայտնեց, որ տեղի է ունեցել ԲՀԿ հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվել է նոր քաղաքական խորհուրդ, հաստատվել է ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին 3 տասնյակը, իսկ Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը մեր երկրի հետ պատերազմյան վերականգնման ամբողջական ծրագիր է, որպես առաջիկա տարիների տեսլական թիմը ժողովրդին առաջարկում է երաշխավորված խաղաղություն, հավասարակշռված դիվանագիտությամբ, հզոր դաշնակիցներով։ Հիմա հաճախ ասում են, փոփոխությունները վտանգավոր են եւ անխուսափելիորեն կբերեն աղետալի պատերազմ։ Վտանգավորը չփոխվելն է, վտանգավորը սпасելն է գործելու փոխարեն։ Թիմում մոտեցումը սկզբունքային է, երկրի առաջ ծառացած բոլոր բարդ խնդիրներն ունեն լուծումներ։ Ամենակարևորը կա փորձ, ներուժ, բավարար կամք ու նվիրվածություն։ Բոլորովս այստեղ ենք ձևավորելու իրական այլընտրանք։ Այլընտրանք, որտեղ պետությունը ծառայում է մարդուն, տնտեսությունը հասարակությանը, իսկ քաղաքականությունը դադարում է լինել բաժանման գործիք։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, ապա հուսահատեցնելու ենք և հզորացնելու ենք։ Խոսքը սիրո փոխանցում եմ 44 օրյա պատերազմի մասնակից Էլիկ Եղյանին։ Պատերազմից հետո Հայաստանի վերականգնման ու զարգացման ճանապարհին կարևոր դերակատարում ունեն այն տղաները, որոնք զենքը ձեռքին պաշտպանել են հայրենիքը։ Նրանք առանձնահատուկ են, արժանի լավագույնին։ Իմ սերունդը կռվել է, իմ սերունդը հազարավոր զոհեր ա տվել, իմ սերունդը խեղճ չէ։ Մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք։ Մեր աշխատանքով, հմտություններով, մեր պայքարով։ Շնորհանդեսի եզրափակիչ խոսքը Գագիկ Ծառուկյանինն է։ Հարգելի սիրելի գործընկերներ, առաջին հերթին ուզում եմ իսրտել ձեր բոլորին ողջունել։ Շատ հիացած եմ, տպավորված եմ, տեսնելով այս ջերմությունը։ Իմ թիմակիցները այս մի շաբաթ ելույթ են պատրաստում, գրում են, ջնջում են, ներկայացնում են։ Ես բնական իրական մարդ եմ։ Կյանքը տեսած օրական աշխատող ընտանիքից ինչ որ ասեմ հասկանալով, պատկերացնելով խնդիրը եւ դրա լուծումը։ Դրա համար ես ելույթ տվեցի Արմենին, ուզում եմ այն ինչ որ պատկերացնում եմ, ասեմ իմ թիմակիցներին իրենց աչքերի մեջ նայելով։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը մարդկանց մասին է, որը գրել է սովորական ժողովուրդը, լավագույն մասնագետների հետ, արդարություն, համերաշխություն, արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն։ Գագիկ Ծառուկյանը մանրամասն ներկայացնում է, ինչպիսի Հայաստան են իրենք առաջարկում։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը երբ որ կազմել ենք, նոր ծրագրի ձև ենք մշակել։ Ոչ թե մարդիկ կաբինետում նստած լուրջ դեմքերով ծրագիր են կազմում, այսինքն ոչ, ծրագիրը կազմել են ժողովուրդը, իրենց խնդիրն ու պրոբլեմը ասելով, լավ մասնագետների, մեր մասնագետի հետ կազմեն ծրագիրը։ Ինչն է խնդիրը, ինչ է պրոբլեմը եւ ինչ է դրա լուծումը։
Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան, որտեղ չկան կեղծ բաժանումներ, արևմտամետներ, ռուսամետներ։ Այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Ես չեմ ուզում վարչապետ, ձեր ցավը տանեմ, չասեք Ծառուկյանը հելելա իր վարչապետության համար մտելա ժողովրդին համոզում է։ Ոչ, մենք մեր թիմով պետք է ընտրենք, դուք էլ ներկա պետք է լինեք, որտեղ այսօր մենք ծանր վիճակում ենք։ Մեր պատկերացրած առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը ելույթն ավարտում է թիմակիցներին ուղղված հորդորով։ Անպայման պետք է մասնակցենք, իրար կողքի կանգնած, ոչ մեկին պետք է չնեղացնենք, դուք եք ես ոչ մեկի վրա ցեղ չեմ շպրտում։ Ռուսսի տված իրար կողքի կանգնած, գնանք առաջ, մեր ծրագրերը իրականացնենք, կյանքի կոչենք, հաղթահարենք, հաղթենք, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի, գնահատի, որ մենք կարողանանք այդ խեղճությունից դուրս գանք։ Աստված պահապան մեր բոլորին, շնորհակալություն։ Հանդիսավոր նիստի ավարտին բեմ են բարձրանում մարդիկ, որոնք աչքի են ընկնում ամենօրյա սրտացավ աշխատանքով, նվիրվածությամբ։ Անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից նրանց միավորում են նույն գաղափարը՝ Հայաստանը տեսնել ուժեղ, զարգացած, երկիրը խաղաղ ու անվտանգ, հային նորից հաղթանակած։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։